Կիրիենկոն հրամայեց եւ սա շարժվեց։ Կասկած չունենաք աշխարհով մեկ։ Իրենք ոչինչ են որպես քաղաքական ֆիգուրա, ոչինչ են նաեւ որպես օլիգարխներ, որովհետեւ դա Մոսկվան է, Մոսկվան ինչ է։ Եվ այսպես հիմա ինձ համար տարօրինակ է որ չեն համախմբվել այն շրջանը, ինչ էի անում։ Եթե չէի համախմբվել, ներքին համագործակցություն կար, բայց դա տոկոսը ոնց տարակ քամի անելով եւ բանով, այդ ինչպես ասում են, այլասերելով շարունակելով հասարակությունը կաշառատվությամբ։ Հիմա ինչ է ուզում։ Գիտեք ինչ կա, սրանք նախ պիտի ընդունենք միանշանակ հայկական օլիգարխիան ազգադավ է եւ պետականաքանդ։ Սրանք հանձնարարություն են կատարում։ Եվ տեսեք ինչ առաջացավ խորհրդարանում, մենք սրանից ինչ արդյունք ունենք։ Ուրեմն եթե մինչև ուրեմն այս վերջացել է կադենցիան այս խորհրդարանը, մանդատների պաշտպան թվերը կարևոր չեն, այլ այս բaragայանը, կառուցվածքը կար հայաստանյան երկու օլիգարխիկ քրյա եւ այլն կողոպտիչ խումբ, որոնք մասնակցել են պետության թալամանը, որոնք մասնակցել են Արցախի Ռուսաստանի շահերի համար համապատասխան լուծմանը հարցի եւ որոնք ռուսական սեգմենտ են ներկայացնում, սա երբեք չներկայացել, այսինքն ռուսական սեգմենտը հայաստանյան ուժ չի հայնելով Հայաստանում, դա տրոյական ձի է, բայց այս տրոյական ձին որակը փոխեց այս ընտրություններում, ինչն է, դա պիտի ընդունենք, որ Մոսկվային հաջողվեց Կրեմլին, տվյալ բaragայում, իր ուղղակի ֆրակցիան ունենալ Հայաստանի ազգային ժողովում, դուք դա կարող եք այսպես հաշվել, պետական դումայի մի կտորը տեղավորվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ այն որ հաղթել ենք մի քիչ ինձ համար այդ արտահայտությունները տարօրինակ են թվում։ Այսինքն ռուսական քրեական օլիգարխիան մոսկովյան տեղավորվեց ուղիղ իմաստով։ Հետևաբար սա արդեն Մոսկվայի ենթակայությունն է, այն կարգավիճակը բարձրացավ, հրամայում է Կիրիենկոն եւ ոչ Կոբիրգինը միանշանակ։ Այն երկրորդը հոգնած է Հայաստան դաշինքը, որը հոգնեց, մաշվեց, բայց կարողացավ ինչ-որ թվեր ապահովել, անցնել 10%-ի չափով։ Անսա մենք ունենք արդյունք։ Հիմա ինչն է հարցը, ինչից են դժգոհ, Մոսկվայում ինչից են դժգոհ։ Մոսկվայում երևի ես ամբողջ ընտրաշրջանը գիտեք, որ շատ ակտիվ եմ եղել, այն թվերը ես կարող եմ ասել ինչու է այդպես եղել, մեր բaragայի համար ոչ մի բան չկա։ Եվ մեր տրամադրության վրա դա ոչինչով չի ազդել, բացի դրականը, բայց դրական ոչ թե ուրախ ենք, այլ հասկանալով ինչ վիճակ է։ Հիմա տեսեք ինչ կա, ազգովի դա պիտի իմանան Վաշինգտոնում, պիտի իմանան Մոսկվայում, պիտի իմանան Սիդնեյում, պիտի իմանան Երևանում, Պաղեստինում եւ այլուր, ինչ է կատարվել։ Ուրեմն եւ այդ օպերացիայով, որի խնդիրը մեկն էր, ուրեմն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից գործադիր իշխանություն ստեղծելուց հետո իշխանությունից հեռացնել։ Սա է գլխավոր խնդիրը, որը դրված էր Մոսկվայի կողմից, դրա համար ռուսական խոսքը կազմակերպեց կարմիր գվարդիական գրոհ, ուրեմն ներսից եւ ներսից Սամվել Կարապետյանով, որը տեղավորվել էր որպես տրոյական ձի, ուղարկվել էր Հայաստան, դրսից ռուսական քարոզչությամբ եւ դավադրություններով եւ նաեւ կարմիր բանակային հայկական այդ զորամասեր տեղափոխելով ընտրելու համար, զորամասեր էին, գալիս էին տեսակ։ Հիմա ուրեմն այդ հարցը չլուծվեց այնպես ինչպես պիտի լուծվել Մոսկվայի համար։ Բոլոր դեպքերում ԿՊ-ն կարողացավ ունենալ 40-50-ին մոտիկ տոկոս, հիշում եք, որ ասում է, բա որ 50%, 49-ին ինչ է կանելու այս հարցը, որտեղ այս հայկական կողմը այս մասով լավ չմտածեց եւ լավ չկազմակերպեց, ուղղակի սահմանադրությունը հնարավորություն տվեց իր խութերով ապահովել այն վիճակը, որը հաղթանակ ապահովեց գործադիր իշխանության եւ կոնկրետ Փաշինյանին իր համախոհներով ապահովեց, որի համար ես շնորհավորում եմ եւ շնորհավորել եմ կասեմ ինչի համար։ Հիմա
Էս կատարվեց, այսինքն այդ գրոհը, որ կազմակերպվեց Վլադիվաստոկից Կալինինգրադ, Կրեմլից մինչև Ստավրոպոլ եւ այլն, արդյունք չունեցավ մաքսիմում իմաստով։ Եվ ահա Սամվել Կարապետյանի առջև մնում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցը։ Դուք հիշեք այն լուտանքը, որ այս արմյաշկեկը ստոր անասուն աշխարհում մեկ թափում էին դեպի Հայաստան, ուղղորդում էին, հիշում եք։ Իսկ ինչու Սամվել Կարապետյանի վրա, ինչի՞ չկասում Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես ասը, ինչպես Ինչու Սամվել Կարապետյանի վրա մնաց այդ ծանր բեռը։ Ասեմ, ռեզիդենտը ինքն է, նա երկրորդական մաշված տեսակ է, տեսքով էլ է մաշվել, Քոչարյանը մաշվել է, չեք տեսնում, ինքը մաշվել է, բառաբաշարով ինքը Մոսկվան էսպես արեց, երկու խումբ առաջացրեց, մեկը մոսկովյան հատված է ռսաստրուգների եւ մեկը մյուսը հայաստանյան, որը արդեն քանի տարի է պատերազմ է մեղում կգռելու համար չի կարողանում կռի եւ այլն։ Հիմա այս որակը փոխվեց։ Տեսեք, մի հատ պատմական զուգահեռ անցկացնեմ։ 1945 թվականից հետո Իտալիայի ուրեմն խորհրդարանում Պալմիրո Տոլյատեի նույնը նաև Ֆրանսիայում Մորիս Թորեզի գլխավորությամբ կոմունիստական ֆրակցիաներ առաջացրեց Մոսկվան։ Հայաստանում չէր կարող, ուղիղ չէր կարողանում, այս անգամ ուրեմն ռեզիդենտը ուղիղ Մոսկվայից է, քաղաքական ռեզիդենտը, ու գործողվեց արեց, բայց ինչ արեց, չկարողացավ Փաշինյանին իշխանությունից հեռացնել։ Եվ Փաշինյանին կպցրեցին էլ արևմտամ հետ, էլ Եվրո միություն գնալ, էլ ՆԱՏՕ, ինչ ասես, բոլորը երուրանք է, որովհետև ես կարող եմ իր փոխարեն իմ մոտեցումով ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի մտածողությունը Հայաստանակենտրոն է, ինչպես իմը, Հայաստանակենտրոն է, եւ ով որ Հայաստանակենտրոն մտածողություն ունի, նա է բալանսի քաղաքականություն վարում, ոչ թե Եվրոպա, այս ինչ-որ ծայրահեղությունն են, որտեղ եթե Եվրոպա մեծություն է լինում, Մոսկվային հեշտ է լինում խփելը, դրա համար են գիշեր-ցերեկ Եվրոպայով ապրում են, իրենց երեխեքին Լոնդոնում պահում, վայրահաչում Մոսկվայի Եվրոպայի դեմ, Մոսկվայի մասին։ Հիմա այս հաջողվեց, սա, բայց մեկը, այսինքն մաքսիմում ծրագիրը չիրականացավ, չկարողացան հեռացնել եւ գործադիր իշխանությունը Հայաստանում մնաց պետության ձեռքին, պետականամետ ուժերի ձեռքին կարող եմ ասել, իսկ այն մնացածը, բայց կարողացան որոշակի հաջողությունն կառուցվածքի մեջ փոփոխություն մտցնել։ Թե չէ Քոչարյան այդ հեչ։ Այս հիմա դրա համար իր արժեվ խնդիրը մնում է կոնսոլիդացնել, ինչ անել, հիշում եք, անցած քանի տարի է մենք ասում ենք Հայաստանը պահել անկայուն վիճակի մեջ, էս է, ցույցեր, գործադուլներ, ճանապարհ փակել, բառաչել, բամբասանք տարածել եւ այլն, մանավանդ Տոգոսի եւ Պաշրացավ, սրանց հիմա վայրահաչողների այս բանը Մոսկվայից, արմյաշկեկը ստացան ռեսուրս, բայց դժգոհ են, որտեղ գլխավոր խնդիր չլուծվել, հա, այս կատարվեց, ինչ որ կատարվեց եւ հայությունը սա պիտի գիտակցի, ինքը պետականության կորստի խնդրի առաջ կանգնեց հայ օլիգարխիայի, որը ռուսական է, այդ օլիգարխիա, որ ասում են, սա այնքան հայ է, ինչքան որ Ռուբեն Թաթարստանցին։ Սրանք այդ կապ չունի, որ հայն է, բայց իրենց խնդիրը Մոսկվայից է գալիս։ Այս հարցերը այսպես տրվեցին, բայց մեզ ինչ հաջողվեց պահել իշխանությունը գործադիրի ձեռքով եւ հիմա քրեական գործեր եւ այսպիսի բաներ են։ Այնպես որ մենք, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք, բայց հիշեք, սա ուրեմն դրականն է, որ կարողացավ հայությունը Փաշինյանին պահել, անձը դնենք, չնայած է կարևոր, բայց գործադիր իշխանությունը մնաց, հայկական մնաց, ռուսականի դավադրությունով, բանով ամեն ինչով։ Հիմա երկրորդ մասը ինչ, որ չհաջողվեց պարլամենտարիզմ առաջացնել եւ դեմոկրատիայի հիմքերը ամրապնդել, ինչու, եթե հիշում եք խորհրդարանական հանրապետությունը, նա բազմագուսակցական ֆունկցիոնալ բազմազանություն պետք է ունենա, չեղավ, նորից վերագրգումնեց երկու բևերը եւ տարօրինակն ինչ է, որ այնքան է տարօրինակ, չասեմ, հեղափոխության աջակից ուժերը
այնտեղ ինչ-որ մանգահասակ շարժումների, բաների պարագայում անհասկանալի ուժերի, նույնիսկ այդ տոկոսը չստացան, որոնք նաև ստացել են ժամանակին։ Հիմա ինչ կատարվեց, ես դա կոնկրետ կարող եմ ասել, ինչու ասենք 3 գոնե կուսակցություններ, մենք են քրիստոնյա ժողովրդավարություն դե մարդիկ հիմա հետաքրքրում ինչու չանցակ կամ գոնե տոկոսներ ինչու է Փաշինյան ավարտենք այս հարցը, նոր Սամվել Կարապետյանի վրա է դրվում հիմա գլխավոր ասեցի, գլխավոր ռեզիդենտը ինքն համախմբումը ինչպես է ստացվում։ Ինքը ոչ մի բան չի ստացվելու, մենք հաղթել ենք։ Ես դրա համար ասեցի, մենք հաղթել ենք պահելով գործադիր իշխանությունը։ Ես ցես որովհետեւ ասեմ, ինքը ոչ կոնսոլիդացիա կարող է անել, բայց դե բարձ է որ Ռուսաստանի դեսպանատունը իր այստեղի պրոտեժեներին պիտի հավաքի, հələ ես սպասում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը գնացել է Կոպիրգինին, որ վերադարձել է, կաթողիկոսը գնացել են, այս մոբիլիզացիան պիտի նշանը տվեց։ Այստեղ կարևորը այն չի, որ նա կարող է թե չի կարող, բայց որ երկիր ապակայունացման հստակ կուրսի մեջ տրեցին, բայց սա ենթադրենք տանելի կլիներ ներելի ինչ-որ շրջանի համար, բայց դե մենք ուրիշ հարց ունենք, թրիփն է բանը, այդ ամերիկյան տեխնոլոգիական հոսքը խանգարելու մասին է խոսքը, որ մողոլ թաթարական չարությամբ այդպիսի բան կար, քրեական օլիգարխիան խոսում էր դրա դեմ ընտրությունների ամբողջ ընթացքում վիժեցնել ամերիկյան ներդրումային տեխնոլոգիական ոչ թե փողի մասին է խոսքը, այլ Հայաստանի զարգացումը ինչ որ Մոսկվայի համար մահացու է հաշվվում զարգանալ։ Հիմա այս խնդիրներն են եւ այս շարունակել այս բաները, լուրը նաեւ կաթողիկոսը, այսինքն իշխանության մենակ այստեղ մի բացատրում ինչու է լուրը դե գլխին կերել է բացահայտվել է, բոլորը հասկացել են եղբայրներով եւ այստեղ ովքեր են եկեղեցու անվան տակ ինչ գործ անում, բարձ է ռուսական ուժերն են, չէ։ Հիմա մի վտանգ կա, որ սա եթե ակտիվանա, եթե Սամվելն մի քիչ ակտիվանա, Հայաստանում իշխանության 3 կենտրոններ կարող են առաջանալ, երկուսը թույլ անպետ, բայց ուրիշի եւ Հայաստանում այն իշխանությունը, որ ուրեմն տվյալ դեպքում վարչապետն է եւ այլն։ Եթե չեն համախմբվում այդ ակտիվացումը ինչպես է լինում, սեփական միայն իրենց ուժերով նրանք կարող են այդ ակտիվությունը։ Շատ բարձ է, ես դրա համար ինձ համար հասկանալի է առայժմ որ վարչապետ դիրքորոշում է, բոլորը պիտի գլխատվեն քաղաքական իմաստով եւ բանդեր պիտի գնան։ Սրանք պետության տապալման համար են եկել, եւ պետությունը պիտի տապալեն, դրա համար է տեսակ ոնց էին ճողոբրում, հավանաբար ես կարող եմ ասել, չէ, երեքն էլ փախնելու փորձ արեցին։ Են մի նախագահ է, են մի օլիգարխ է, են մի ուրեմն օլիգարխի տեղապահ, չէ, փախնելու։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ուժերը տեղեկություն ունեին, որ սրանք ճողոբրում են, որովհետև հանցանք են գործել իշխանափոխություն անելու համար այս ընտրության գործընթացի մեջ, հասկանալով, որ չի ստացվել, պիտի ճողոբրեին, մեկը Լարս, մեկը չգիտեմ ուր եւ այլն։